Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր մայիսի 31։ Աշխարհում նեղություն կունենաք, բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհին։ Հովհաննես 16:33 խոսք։ Մեր Տիրոջ խոսքերը ճշմարիտ են նեղությունների մասին։ Անկասկած, մենք էլ ունենք դրանց մեր բաժինը։ Հոսելին դեռևս մի կողմ դրված չէ և չենք կարող հույս ունենալ, որ այն կհեռացվի, քանի դեռ մենք գտնվում ենք կալատեղում։ Ինչպես կարող ենք ակնկալել, որ թշնամու երկրում մենք մեզ տանը կզգանք, կամ թե աքսորի մեջ լինելով ուրախ կլինենք, կամ անապատում հարմարավետ կզգանք։ Սա մեր հանգստավայրը չէ, սա հնոցի, դարբնոցի և մուրճի տեղն է։ Մեր փորձառությունը լիովին համապատասխանում է մեր Տիրոջ խոսքերին։ Ուշադիր լինենք նաև ինչպես է նա մեզ ասում. քաջացեք։ Ավաղ մենք չափազանց հակված ենք հուսահատվելու, երբ ծանր փորձառությունների ենք ենթարկվում, քանզի մեր հոգիները շուտ են ընկճվում։ Սակայն մենք չպետք է տրվենք այդ զգացողությանը։ Երբ մեր Տերը պատվիրում է մեզ քաջալերվել, մենք չպետք է համարձակվենք անգամ ընկճվել։ Իսկ ինչ հիմքով է նա մեզ քաջալերում։ Իր իսկ հաղթանակով։ Նա ասում է. «Ես հաղթել եմ աշխարհին»։ Նրա մղած պատերազմը անհամեմատ ավելի սաստիկ էր, քան մերը։ Մենք դեռևս մինչև արյուն թափելը չենք հակառակվել։ Ուրեմն ինչու պետք է կասկածենք նրա հաղթանակին։ Ով հոգի, թշնամին արդեն իսկ պարտված է։ Մենք մարտնչում ենք մի թշնամու դեմ, որն արդեն պարտություն է կրել։ Ով աշխարհ, Տեր Հիսուսն արդեն նվաճել ու հաղթահարել է քեզ, և իր շնորհով նա մեր մեջ ևս կհաղթի քեզ։ Ուստի մեր սրտերը թող լցվեն քաջությամբ և փառաբանություն բարձրացնեն մեր հաղթանակ տարած Տիրոջը։